Հոկտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում իտեր են ընջել կիսակ arczepiskopos Մուրադյանը։ Լուսահոգի Սրբազանը հայաստանյաց առաքելական եկեղեցու երեց սպասավորներից էր։ 32 տարի եղել է Արգենտինայի եւ Չիլիի հայոց թեմի առաջնորդը։ Ծնվել է 1951 թվականին Հալեպում, սովորել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ժառանգավորած վարժարանում եւ ընծայարանում։ 1963-ին ձեռնադրվել է Սարգսավագ, 1971-ին կուսակրոն քահանա։ 1975-ին մեկնել է Արգենտինա իբրև Բուենոս Այրեսի հոգևոր հովիվ։ Միաժամանակ ուսուցչություն է արել, դասավանդել է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն եւ կրոնաեկեղեցական առարկաներ։ 1975-ին Եղիշե պատրիարքի ձեռամբ ստացել է վարդապետական 4 աստիճանները։ Սրբազան հայրն ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանի հասարակական կապերի եւ լրագրության բաժինը։ Որոշ ժամանակ Արգենտինայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդն է եղել, ապա առաջնորդական տեղապահը։ Երջանկահիշատակ Թորգոն պատրիարք Մանուկյանի ձեռամբ ծայրագույն վարդապետի աստիճան էր ստացել, նույն տարում էլ Վազգեն առաջին հայրապետի ձեռամբ ձեռնադրվել եւ ոցվել եպիսկոպոս։ Արքության պատվի արժանացել էր 1996-ին Երջանկահիշատակ Գարեգին առաջին հայրապետի սրբազան կոնդակով։ Կիսակ Սրբազանը 2 անգամ ընտրվել էր Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ։ Սրբազանը նաև աշխատություններ է թարգմանել, այդ թվում Մաղաքյա arczepiskopos Օրմանյանի Ծիսական բառարանը, Վազգեն Վեհափառի հեղինակած Սուրբ Պատարագի մեկնությունը։ Սրբազանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։